Բաքվում մոտենում է հայ գերիների շինծու դատավարության ավարտը, դատախազը պահանջում է ՑՄՀ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, փոխնախարար Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար դատախազությունը 20 տարվա ազատազրկում է պահանջում, իսկ մյուս ամբաստանյալների համար 16-ից 19։ Բաքվի դատարանի կարծիքը երկրի քաղհասարակությունն է կիսում։ Azərbaycanda saxlanılan Նրանք գերիներ չեն, նրանք նոյեմբերի 10-ից հետո են ձերբակալվել։ Թեև գերիները բաժանվում են մի քանի խմբի, բայց ձեր հանրությանը անհանգստացնում է Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց դատաքննությունը դեռ ընթանում է։ Մյուս խումբը այն անձինք են, որոնց վերաբերյալ վճիռներ կան, սակայն նրանց ճակատագիրը կախված է երկրների երկկողմ բանակցություններից։ Հոկտեմբերին Հայաստան եկած այս մարդը այցից հետո զրուցել էր Ռիոփնի հետ։ Ադրբեջանական պաշտոնական հակահայ օրակարգը նաև քաղաքագետի խոսույթում է կրկնվում։ Մի քանի անգամ մեր կառավարությունը գերիների մասին նշել էր, չեն խոսի այդ թեմայով, քանի դեռ դրական շարժ չկա։ Մենք գործնականում ամեն օրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, եւ քանի դեռ արդյունք չկա, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել։ Ըստ ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանի, ինչքան էլ իշխանություններն ասում են, որ խնդիրը բարձրաձայնում են միջազգային հարթակներում, արդյունքը զրո է։ Եվ թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաև ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը։ Իսկ իշխանական Արթուր Հովհաննիսյանն իր խորը մտահոգությունն է հայտնում, նշելով, որ իրենց համար սա առաջնային խնդիր է եւ ամեն օր աշխատում են։ Ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Հիշեցնենք 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի եւ շատ ուրիշների վկայությամբ նրանք պատանդ էին մնացել Արցախի բնակչության անվտանգ ելքի պայմանով։ Ադրբեջանը նրանց մեղադրում է մի շարք շինծու հանցագործությունների մեջ, պատերազմ սկսելու եւ վարելու, ահաբեկչության, ցեղասպանության եւ իշխանության բռնի զավթման, իհարկե կեղծ թեզերով ու փաստերով։ Սիմոն Հովհաննիսյան, Դիանա Կարապետյան, Reopen Media։